Շատ սխալ քայլ էր, եկեղեցին համարվում է պետության հիմքը, եթե եկեղեցու թեմեն դուրս եկե, դա արդեն իմ կարծիքով վերջն է, ամենավերջի ծայրահեղ քայլն է, դա եկեղեցու թեմ դուրս գալը։ Դա սահմանադրական կարգի համապատասխան հոդվածի խախտում է, որ պետությունը եւ եկեղեցին անջատված են միմյանցից, պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին եւ ընդհակառակը եկեղեցին պետության գործերին, եթե խառնվում են քաոս է ստացվում։ Դա կտանի օտարացման, հավատացյալների մեծ զանգվածը եւ անտարբեր հատվածը կհիասթափվի պետությունից։ Իսկ դա շատ վատ է, չափազանց վատ հետևանքներով։ Նախ առաջինը Այս եկեղեցին պետք է չխառնվի ոչ մի քաղաքականության հետ։ Թողեք իրանք իրար մեջ կլուծեն իրանց հարցերը։ Սա քաղաքական հարցեր մտցրի շատ վատ է։ Ես աթեիստ եմ, չեմ հավատա ոչ մի եկեղեցի։ Եկեղեցին պիտի զիջող եղնի օրենքի թեմը, պիտի հնազանդ եղնի։ Ոչ թե օրենքը իրանց թեմը հնազանդ եղնի։ Չգիտեմ գնահատականը կտան եւ պետական այրերը եւ հասարակությունը եւ ժողովուրդը բայց անկախ ամեն ինչից ցանկացած ցնցում ցանկացած իրադարձություն երկրում գտնում եք ճիշտ չի։ Եթե կա օրենք, հարգեք այդ օրենքը։ Եթե չեն հարգում ու չեն գնում, այդ արդեն բացասական հետևանք է թողնում եւ իրենց վրա եւ ժողովրդի վրա։ Չարժեր, որովհետեւ այս մեր կրոնը պետք է լիներ առաջին տեղում։ Դե մնացած քաղաքականությունը ճիշտ ասած չեմ հասկանում։ Եկեղեցու դիմաց են էլի Աստծո առջև են դուրս եկել։ Իմ կարծիքով որպես հայ քրիստոնյա շատ սխալ քայլ եմ համարում։ Դա անպատվություն է, դա ազգային վիրավորանք է, վրդովմունք եւ հիասթափություն։ Չէ որ մեր երկրում խոսքի ազատություն է, իսկ եթե մարդը խոսքը ազատ է արտահայտվում, դա չի նշանակում, որ ինչ որ հանցանք է գործում մարդը, որ ձերբակալության արժանանա։ Մեկ ազգ, մեկ խաչ, մեկ սրբություն, վերևը Տեր Աստված, այդպիսի կուսակցություն եղնենք, մի համուր եղնենք, մենք անպարտել ենք, մեր ազգային արժեքներին տեր կայնենք։